նիստերի հետաձգում ձերբակալված կամ կալանավորված տնային կալանքի տակ գտնվող անձանց ոչ պատշաճ կերպով ուղեկցելու, ուշ ուղեկցելու պատճառով։ Նույնիսկ կան դեպքեր, երբ տնային կալանքի տակ գտնվող անձն իր սեփական միջոցներով է ներկայանում դատական նիստի։ Մանրամասները տեսանյութում։ Թեև իրավաբանն է թեթևական ժամանակ է անդրադառնում է հարցին, սակայն դեռևս կան բացեր, որոնց առկայությունը մի շարք խնդիրներ է առաջ բերում։ Մենք հարցումներ ենք ուղարկել բոլոր այն դատարաններ, որոնք տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցը կիրառելու իրավասություն ունեն, պարզելու համար, թե կարգավորումների բացակայությունը ինչ կերպ է ազդում դատարանների բնականոն աշխատանքի վրա։ Փաստաբան Արմին Էֆանյանը նշում է, այս ոլորտում խնդիրները շատ են։ Տնային կալանքի տակ գտնվող, ինչպես նաև ՔԿՀ-ներում պահվող անձանց մասով սա լուրջ իրավունքների խախտման է հանգեցնում։ Վերջիներս գիտեք, որ ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունք ունեն։ Հայաստանում դատաները առանց այդ էլ ծանրաբեռնված են, արդեն քրեական վարույթներով նիստերը սկսել են նշանակել ամսական մեկ անգամ, չգիտեմ, նույնիսկ 2 ամիսը մեկ անգամ։ Քրեական գործերի այդ հաճախականությամբ քննությունը հատկապես անազատության մեջ գտնվող անձ ունենալու պայմաններում ողջամիտ ժամկետների խախտում է ու Եվրոպական դատարանում Հայաստանի համար կարող են լուրջ խնդիրներ առաջանալ, հավելում է մեր զրուցակիցը։ Պատասխան նամակներից մեկում, օրինակ, նշված էր, որ 2024 թվականի ընթացքում ձերբակալված, կալանավորված անձանց Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուշ տեղափոխելու կամ չներկայացնելու պատճառով հետաձգվել է թվով 35 դատական նիստ, որոնք պայմանավորված են եղել ներքին գործերի նախարարության ոստիկանության ուղեկցող դասակի ծանրաբեռնվածությամբ։ Տնային կալանքի տակ գտնվող անձանց դատարան չտեղափոխելու պատճառով հետաձգվել է թվով 4 դատական նիստ, որը նույնպես պայմանավորված է եղել ոստիկանության ուղեկցող դասակի ծանրաբեռնվածությամբ։ Պետության պարտականությունն է ապահովել մեղադրյալի ներկայությունը դատական նիստին, եթե պետությունը որոշել է, որ այդ անձը պետք է գտնվի անազատության մեջ, որովհետև կա արդարադատության շահ, չգիտեմ, քննությանը խոչընդոտելու ռիսկ, փախուստի դիմելու հավանականություն, ուրեմն անազատության մեջ գտնվելու հանգամանքից բխող բոլոր հետևանքները պետք է կրի պետությունը։ Եղել են դեպքեր, օրինակ իմ պրակտիկայում, երբ որ մեղադրյալը ինքը ստիպված է եղել ուղղակի, քանի որ ուղեկցող չի եղել, որպեսզի դատական նիստը կայանա, ինքը իր նախաձեռնությամբ, իր ծախսով, իր տնից, տաքսիով գալ դատական նիստի, հետո վերադառնալ տուն։ 2024-ին եւ 25-ին, մինչեւ փետրվարի 4-ը ներառյալ, ոստիկանության ուղեկցող գումարտակի կողմից կալանավորներին չներկայացնելու հիմքով վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է 418 դատական նիստ։ Մարատ Ատովյանը մեկ այլ ուշագրավ դեպք պատմեց, երբ մեղադրյալը զանգել է ոստիկանին հասկանալու, իրեն ուղեկցելու են, թե ինքը ինքնուրույն հասնի դատարան։ Եվ ոստիկանը իրեն ասել է, ընդ որում այլ բնակավայրում է գտնվում այդ ոստիկանությունը, ասել է, դե տաքսով որ գալիս ես, արի մեր մոտ մեր քաղաք ոստիկանություն, մեզ վերցրա, գնանք դատական նիստի, հետո նիստից հետո կբերես մեզ գործի տեղը կիչացնես, դու կգնաս տուն։ Սա իհարկե լուրջ համակարգային խնդիր է, եւ այստեղ հիմնական պատճառաբանությունը կադրերի, համապատասխան աշխատակիցների պակասն է, բայց ամեն դեպքում նման համակարգի գործունեության ճիշտ կազմակերպումը պետության խնդիրն է, ասում է Մարատ Ատովյանը։ Դեստեղ խնդիրը ոչ թե նրանում է, թե որ այսպես նախարարության շրջանակներում կլինի այդ գործառույթը, այլ ինչպես ինքը կիրականացվի։ Հիմա եթե այդ գործառույթը փոխանցվի արդարադատության նախարարությանը, բայց նույն մոտեցումը լինի, նույն կադրային ապահովումը, նույն կազմակերպումը լինի աշխատանքի, որևէ փոփոխություն չի լինի։ Արմին Էֆանյանը ուղեկցման խնդրով պայմանավորված մեկ այլ դեպքի մասին է պատմում։ Գեղարքունիքի մարզում բնակվող տնային կալանքի տակ գտնվող վստահորդ ունեմ, ով մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության մեջ, շատ մեծածավալ գործ է, որտեղ մի քանի մեղադրյալներ են վարույթով, նիստը արդեն իսկ շատ դժվարությամբ ենք համաձայնեցնում, որովհետև մասնակիցները շատ են դատավարության, նիստերը նշանակվում են մի 2 ամիսը մեկ կամ ամիսը մեկ հաճախականությամբ։ Այս ամենից տուժում է արդարադատությունը։ Դատարանները շարունակում են մնալ ծանրաբեռնված, քանի որ վարույթները չեն կարողանում ավարտել, տուժում է մեղադրյալի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը։ Քիչ չեն դեպքերը, երբ տնային կալանքի տակ գտնվող անձինք ունենում են բժշկական օգնության կարիք, երբ պետք է այցելեն, օրինակ, տարբեր հետազոտությունների։ Այս դեպքում եւս նրանք մի շարք խոչընդոտների են հանդիպում։ Դրա հետ կապված բավականին լուրջ խնդիրներ են առաջանում, որովհետև կրկին նույն ուղեկցման խնդիրների պատճառով մի քանի անգամ բժշկի հետ օրինակ պայմանավորվում ենք, որ այսինչ օրը անձը պետք է գա հետազոտության, ուղեկցումը չիրականացնելու պատճառով անձի հետազոտությունը ձախողվում է։ Մինչ անձին ուղեկցելը կարող են ավելի լուրջ եւ տագնապալի խնդիրներ առաջանալ։ Այդ պատճառով շատ անձինք հենց այդ բժշկական օգնության
դիմելու այդ մաչելիության իրավունքից զրկվում են։ Ներքին գործերի նախարարությունից մեզ հայտնում են, որ 2024-ին համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ուղեկցող ստորաբաժանումների զուտ ուղեկցում իրականացնող հաստիկների թիվը 232 է, որոնցից թափուր է 113-ը, ինչի հետևանքով գործնականում առաջանում է գերծանրաբեռնվածություն եւ հնարավոր չի լինում ապահովել ստացվող հայտերի ամբողջական կատարումը։ Ներկայումս տնային կալանքներով անձանց ուղեկցման կազմակերպման կարգը Հայաստանի օրենսդրությամբ կանոնակարգված չէ եւ գործնականում իրականացվում է ոստիկանության տարածքային բաժինների ուժերի միջոցով։ Սխեման աշխատելու է հետևյալ կերպ. ոստիկանությունը ուղեկցելու է ձերբակալված անձանց եւ ապահովելու է նրանց պահպանությունը, արդարադատության նախարարության կողմից իրականացվելու է կալանավորված անձանց եւ տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը եւ դատական դեպարտամենտի կողմից իրականացվելու է դատական կարգադրիչների ծառայությամբ պահպանություն, երբ որ գործ ունենք արդեն դատական նիստերի շրջանակներում տվյալ անձանց պահպանության հետ։ Ոստիկանությունը 2024 թվականի ընթացքում քրեական վարույթն իրականացնող մարմիններից ստացել է 21119 ուղեկցման ենթակա անձանց վերաբերյալ հայտեր, իսկ տնային կալանքով ուղեկցման ենթակա անձանց վերաբերյալ 4527 հայտ։ Ստացված հայտերից 5581-ը հնարավոր չի եղել կատարել հաստիկների ոչ բավարար համալրվածության հետևանքով։